անցավ եւս մեկ գրական տարի եւ տարեմուտին հնարավորություն ունենք զուգահեռ ընթերցումներ հաղորդման շրջանակում խոսելու այն մասին, թե ինչով նշանավորվեց այս տարին, ինչ նոր հրատարակություններ, կարևոր իրադարձություններ, գրական հոբելյաններ նշվեցին եւ ինչպես մենք հատկապես մեր հաղորդման շրջանակում սիրով անդրադարձանք այդ բոլոր իրադարձություններին եւ նաեւ ոչ իրադարձություններին։ Ողջույն Արքմենիկ, տարեմուտ եկավ եւ իսկապես մենք տարվա սկզբին զրուցում էինք թե այս տարի ինչ է սպասվում եւ ես այս օրերին երբ հերթում էի YouTube-յան մեր edge հաղորդման եւ տեսնում էի թե որքան թեմաների ենք անդրադարձել իսկապես եւ հասցրեցի նույնիսկ որոշ բաներ լսել, նորից ողջևորվել եւ ծրագրել, թե մյուս տարի արդեն ինչ ենք անելու, եթե իհարկե դրա հնարավորությունը լինի, այ մենք հոբելյանների անդրադարձել ենք։ Այս տարի հոբելյանը շատ էր գրական, իհարկե պետական մակարդակով ոչ բոլորը նշվեց, գուցե նաեւ առօրյայի քաղաքականության, այս թող ու բոյի մեջ շատ բաներ մոռացվեց, բայց այդուհանդերձ քեզ համար որ թեմատիկ շարքն է հատկապես կարևոր եղել այս տարի։ Տես բոլորը Հայկ առանց չափազանցության, որովհետև ես ինքս էլ երեք թերթում էի մեր հաղորդումները մոտ 250 եւ ապշում էի թե այս հասարակության մեջ այս երկրում երբ որ մարդիկ նույնիսկ ինտելեկտուալները զրույցները բոլորի ոնց էս ոնց չեսից են կողմ չի անցնում, ինչպես են կարողանում մեր կոալիցիոնը անգամ զրուցել գրականության մասին։ Այդուհանդերձ առանձնացնելով մեր 2025-ի թեմաները ես շատ կարևորում եմ հոբելյանական այնուամենայնիվ անդրադարձները, որովհետև ինչքան էլ գրական խնդիրներ, տարբեր տեսական խնդիրներ դնենք, առանձնացնենք, վերլուծենք, այդուհանդերձ մեր հոբելյանական շատ թողարկումներ, հատկապես այնպիսի գրողների նվիրված, որոնց անդրադարձ այդքան էլ հաճախ չի։ Եվ ըստ ամենայնի առիթից առիթ է, հոբելյանից հոբելյան է, օգնում են, որպեսզի մեր հասարակությունը առաջին չմոռանա նրանց, ինչպես Գաբրիել Սունդուկյանի դեպքում, Ղազարոս Աղայանի դեպքում, Գարեգին Սրվանստյանցին դեպքում եւ մյուս կողմից բացահայտի եւ նորովի ճանաչի այդ գրողներին, ինչպես ասենք Վարդան Գրիգորյանի դեպքում, որը ես համարում եմ մեր լավագույն զրույցներից մեկը ընդհանրապես Եվ գումարած այն, որ մեր այդ քննարկումներում շատ կարևոր տեղ ունեին որոշակի թեմատիկ ընդհանրացումներ, որովհետև ես էլի աճիկով տեսա, թե ինչպես մեր գրականության մեջ թափառող ամենատարբեր թեմաներ, անուններ, երևույթներ հնարավոր է համակարգել եւ մեր փառահեղ գրականությունը դրանց բոլորի հնարավորությունը տվել է, բայց անկեղծ քեզ ասեմ, գիտես, միշտ էլ սիրել եմ մեր մեկ պատմվածքի շուրջ քննարկումները, որտեղ գրական տեքստը այնուամենայնիվ որպես այսպես բացառիկ մի բան է, իր բացառիկ հնարավորություններով ինչքան հնարավոր է խորթափանցել Դրանք շատ սիրել եմ եւ հատկապես կառանձնացնեի շներին նվիրված Հրանտ Մատեոսյանի շները պատմվածքին նվիրված քննարկումը, որը շատ կարեւոր էր եւ սրան զուգահեռ շատ ուրախ էի նաեւ ընթացքում տարվա ընթացքում ամենատարբեր տեղերում, դպրոցներում, որտեղ շատ եմ լինում ամենատարբեր հանդիպումների ժամանակ նաեւ միասին եղանք Կապանում տես Գրքի Երևանյան փառատոնի շրջանակում արտագնա զուգահեռ ընթերցումներ արեցինք տեսար նաեւ դու վկա եղա թե ինչպես շատ մեր դպրոցներում կրթօջախներում մեր հաղորդումները մեր զրույցները օգտագործում են նաեւ կրթական նպատակներով Եվ ընդհանրապես կարծում եմ, որ գոհ պետք է լինենք եւ այն անդրադարձների շատությունից մակարդակից, որ արել ենք, նաեւ դրանց արդյունքից ուսանք ապագայում ավելի գործառնական կլինեն մեր զուգահեռ ընթերցումները։ Այո, գուցե իսկապես ուրիշ ձևաչափերում նաեւ հնարավոր լինի այս ամեն ինչը ինչ որ կերպ վերարտադրել, բայց այլ ձևաչափեր ուրիշները իմանում են, ես նաեւ շեշտեմ դրա համար եմ շատ ուրախ, առնվազն 1 տարվա ընթացքում 3 զուգահեռ ընթերցողի արդեն 3 զույգ զուգահեռ ընթերցողի արդեն հանդիպել եմ եւ Շատ լավ է, որ այս ձևաչափը, մեր զրույցների ձևաչափը նաև ոգեշնչում է այլոց խոսել գրականության մասին, դա բնականաբար ոգևորող է։ Ասացին, որ տարին հոբելյանական էր, այստեղ իհարկե պետականորեն
անդրադարձ եղավ հատկապես Ավետիք Իսահակյանի Հոբելյանի եւ մենք էլ խոսեցինք այստեղ Ավետիք Իսահակյանի, որքանով տարին իսկապես Իսահակյանական եղավ ըստ քեզ, չեմ ասում պետական կամ ոչ պետական միջոցառումների, նոր հրատարակությունների համատեքստում, այ հետևում ես էլ հետևում եմ, որոշ բան եղավ, բայց ես երևի գուցե այլ ակնկալիքներ ունեի, ավելին, ինչպես միշտ կարող ենք ասել, ավելին կարող լինել, հատկապես նոր հրատարակությունների վարպետին նոր տեսանկյունից ներկայացնելու առումով։ Ես էլ ճիշտ ասած ավելի մեծ սպասելիքներ ունեի, բայց ամեն դեպքում Իսահակյանը ընդգծվեց փոքրի շատ է, որտեվ դե իսկական Հոբելյան էր, 150, որտեվ մասնագետներն ասում են, որ ճիշտը 25-ի վրա բաժանվող թվերն են, մնացածները այնքան որ կոլորտիվ են, 140 եւ այլն եւ այլն։ Լավ գիտաժողով կազմակերպեց երրորդյա Ավետիք Իսահակյանի, որը էլի շատ կարևոր ներդրում է, որովհետև մենք գործ ունենք իսկապես մեծ դասականի հետ։ Ակադեմիական հրատարակությունը համալրվեց նոր հատորներով, Ավիկ Իսահակյանը երկրորդ հատորը հրատարակեց Ավետիք Իսահակյանի գիտական կենսագրության 1-9 թվականները արդեն ընդգրկող, ինչը շատ կարևոր գիտական առումով նաև շատ կարևոր իրադարձություն է եւ տարվա վերջում մի շատ գեղեցիկ հրատարակություն եղավ, ընդ որում ինչն է այստեղ հետաքրքիր, գուցե պատահաբար է համընկել, բայց այդ համընկումը ինձ ուրախացրեց, հիշում ես մեր քննարկումներից մեկը Իսահակյանին նվիրված վերաբերում էր նրա սիրերգության առավել լայն, այսպես ընկալմանը եւ ավելի շատ կանանց ներառմանը եւ Թումայանի ներողություն Իսահակյանը եւ կանայկահա թեմայով ալբոմատիպ շատ հրաշալի նամականի հրատարակվեց գրականության եւ արվեստի թանգարանի հետ Լաուրա Վիրաբյանն է կազմել, որը ահա կազմված է մեր այդ քննարկման խորհրդով, ամենատարբեր կանայք, ամենատարբեր վերաբերմունքներ եւ իսկապես գալիս էր նաեւ այդ ֆոնի վրա առանձնացնելու Իսահակյանի կերպարը, ես հետևելով դաշտին իմ կարծիքով ավելի, այսպես չասեմ մասշտաբային, բայց ավելի շատ արարքներով նշանավորվեց Կոստանդզարյանի Հոբելյանը, ըստ իմ դիտարկումների, ինչու, որովհետև նախ ֆիլմաշար պատրաստվեց, որը բավական լավ շրջանառվում է եւ բավական շատ դիտումներ ունի Կոստանդզարյանի կերպարը, այսպես նորովի փորձեց ներկայացվել ամենատարբեր բանախոսություններով եւ այլն, մի քիչ ինձ համար, եթե դիտարկում ենք, որ Կոստանդզարյանն ու Վահան Տերյանը նույն թվականին են ծնվել, Կոստանդզարյանի հատկապես այդ շուրջ արածի ֆոնին մի փոքր նվազ թված Վահան Տերյանի, Հոբելյանի նշումը, իհարկե գիտաժողով եղավ, չգիտեմ, տուն, թանգարան, այցելություն եւ այլն, բայց ես կարծում եմ, որ ժամանակն է նաեւ նոր հետազոտություններով համապարփակ եւ նաեւ նոր ու շքեղ հրատարակություններով նաեւ նշանավորել։ Վահան Տերյանը ամենից սիրված բանաստեղծներից է, գուցե ամենից սիրված ու ծանոթը մարդկանց ինձ այդպես է թվում, բայց ուսումնասիրություններ քիչ կան Տերյանին։ Գուցե գրականագետները մտածում են, որ ամեն ինչ ասված է, գուցե շատ դժվար է մոտենալ տերյանական տեքստերին, գուցե սա ինչ-որ լրացուցիչ գիտելիքներ է պահանջում։ Էդ էլ կա ամեն դեպքում մի քանի տխուր բաների մասն եմ ուզում խոսել այս հոբելյանական տարում, տես գրեթե չնշվեց Աղասի Այվազյանի 100-ամյակը։ Ոչ մի կերպ։ Իհարկե ես մի կարևոր բան ուզում եմ ասեմ, չէ, ամեն դեպքում սա ասեմ, որ Հայաստանի գրողների միությունը յուրաքանչյուր Հոբելյան, այդ առիթը նշել է կլոր սրահում, օրինակ Վարդան Գրիգորյանին նույնիսկ ես եմ մասնակցել եւ այլն, բայց կարծում եմ, որ Աղասի Այվազյանի պես գրողը այդ իր 100-ամյակը որոշակի մասշտաբայնություն պետք է ունենա, այդուհանդերձ ոչ միայն գրող, սցենարիստ, այո, սցենարիստ եւ այլն, անը իհարկե իշատակեց բանավանդ որ Մալյանի Հոբելյանն էլ էր որոշ ֆիլմերի առիթով եւ իմ կարծիքով շատ այսպես կողքով անցանք Լևոն Խեչյանի 70-ամյակի համարյա, այդ միջոցառումների իհարկե եղան Дружба народов ամսագրի, որտեղ մեր շատ հեղինակներ տպվել են, գիտեն մարդիկ եւ այդ մարդիկ խմբագրի հետ էի զրուցում, նա ասում էր Աղասի Այվազյանի մասին, ասում էր Լևոն Խեչյանի մասին, խնդրում էր որպեսզի հայ գրականագետները նյութեր ուղարկեն, այսինքն նրանք գիտեն այդ անունները, պատրաստ են հրատարակել նրանց գործերը։ Բայց ցավոք մենք համապատասխան արձագանքը չունենք, իհարկե եթե խորանանք սրանց պատճառների մեջ, ամենատարբեր պատճառներ գուցե լինեն այդ նշումների, չնշումների, մի շատ կարևոր բան այդուհանդերձ կա, որի մասին ես խոսել եմ վերջին տարիներին,
այնուամենայնիվ ժառանգներից շատ բան է կախված, շատ բան է կախված։ Ես հիմա չեմ ուզում մեղադրել ժառանգներին, որ գուցե չեն ուզել, գուցե ինչ-որ առաջարկներ եղել են, իրենք մերժել են, բայց այդուհանդերձ ես կարծում եմ, որ հատկապես Աղասի Այվազյանն ու Լևոն Խեչոյանը շատ ավելի շուկով նշվելու էին արժանի, առնվազն գոնե Աղասու դեպքում մանավանդ, որտեղ վերջին ահագին տարիներ որևէ գիք լույս չի տեսել Աղասի Այվազյանի, գոնե կարելի էր Աղասի Այվազյանի Թոբելյանի 101 առիթով որևէ ընտրանի հրատարակել եւ նշանավորել։ Գուցե իսկապես շատ էին իրադարձություններ, այսպես ասած, եւ հրատարակիչներն էլ չեն հասցնում արձագանքել, բայց ես ուրախ եմ, որ մեր հաղորդման շրջանակում նաեւ գրական դաշտում միջոցառումներ տեղի ունեցան մեր ժամանակակից բանաստեղծների Հոբելյաններին նվիրված, եւ մենք էլ անդրադարձանք Հովհաննես Գրիգորյանին, Հենրիկ Էդոյանին եւ Հենրիկ Էդոյանին այստեղ հյուրընկալեցինք նույնիսկ եւ երկար զրուցեցինք, հնարավորություն ունեցանք իսկապես առնչվել նրա գրականության հետ։ Իսկ քեզ համար մեր անդրադարձներից հատկապես որն էր կարևոր, գիտեմ հատկապես թերևս Հովհաննես Գրիգորյանի գուցե մեր անդրադարձը եւ նաեւ որոշակի միջոցառումներ էլ եղան, որքանով են այ քո տպավորությամբ շարունակում ընթերցել նույն Հովհաննես Գրիգորյանի բանաստեղծությունները։ Մի քիչ դժվար հարց է, այդ հարցին մի քիչ դժվար է հիմա պատասխանել շատ ավելի հստակ, որտեղ նրա կենթանության օրոք հատկապես եւ այլն կարծում շատ ավելի շատ էր։ Հետմահու էր շատ էր, ընդհանրապես խոսքը հիմա միայն Հովհաննեսի բանաստեղծություններին չի վերաբերում, եթե մի բան էլ հիմա կարդում են, իմ կարծիքով Հովհաննեսի բանաստեղծություններն են կարդում, այնուամենայնիվ են նախորդ շրջանի ոգևորությունը, էնտուզիաստական այսպես վերաբերմունք այդ բանաստեղծություններին, իրենց հոգեբանությունը, հոգեվիճակը, կյանքը Հովհաննեսի բանաստեղծություններով չափելու այդ process-ի բացակայությունն եմ ես հիմա տեսնում եւ իհարկե դրանից Հովհաննեսի բանաստեղծության արժեքը չի թուլանում կամ չգիտեմ Էդոյանի մյուսների, այդուհանդերձ մյուս կողմից էլ եթե նայենք նույն Հովհաննես Գրիգորյանի Հոբելյանին նվիրված միջոցառումները, որ տեղ ունեցան Գյումրիում, կամ չգիտեմ Հենրիկ Էդոյանի հետ կապված այդ հոբելյանական իրադարձությունները եւ այդ մենագրությունը նույնիսկ այո, Սուրեն Աբրամյանի մենագրությունը լույս տեսավ նաեւ այդ հոբելյանի առիթով եւ ընդհանրապես եթե կոնկրետ ինտելեկտուալ շրջանակով ենք նայում, ամեն ինչ կարծես թե լավ է եւ գուցե մյուս կողմից էլ ճիշտը դա է, որովհետեւ անդադ ամենատարբեր տոնակատարությունների, ամենատարբեր չգիտեմ, առիթների շեշտադրման, որտեղ եթե մենք այսօր ամենատարբեր լրահոսեր թերթենք, առիթները այլ են, չգիտեմ, եւ ցնծության, եւ ոչ ցնծության, որ իմ տպավորությամբ գոնե մի փոքր ավելի քիչ տեղ են թողնում այսօր գրականության համար, բանաստեղծական տեքստերի շրջանառության համար, ինչը իհարկե տխուր է եւ այդ ֆոնին զուգահեռ ընթերցումները, մեր զրույցները նաեւ ինչ որ օազիսի դեր խաղացել են եւ փորձել են այդ բալանսը պահեն ընդհանուր այս ճարտարապետում։ Ասացի, որ քեզ համար կարևոր հոգեհարազատ են նաև այն թեմաները, որտեղ մենք այսպես մի թեմա ենք վերցնում եւ տարբեր կողմերից մոտենում ենք եւ ամբողջ գրականության պատմությունն ենք ներկայացնում։ Ես օրինակ հիշում եմ Հայաստանի երգերում, Հայաստանի նվազ, տեսնեմ Անին, օրինակ, այս շարքերը, որոնք իսկապես հնարավորություն են տալիս տեսնել օրինակ մեր երկրի Հայաստանի եւ այլն կերպարի, այսպես ասած, գրական կերպարի զարգացում տարբեր շրջանի ստեղծագործություններով, որոնք նաև մտորելու նյութ են տալիս, օրինակ հատկապես նույն ժամանակակիցները ինչպես են անդրադառնում։ Մենք էլ փորձում ենք իհարկե ժամանակակից ընկալումներն էլ բերել, որպեսզի ի վերջո նաև մեր այսօրվա պատկերացումները ճշտենք, այսօրվա գրականությունը եւ մենք ընդհանրապես մեր երկիրը ինչպես ենք պատկերացնում այդ պատմական գրական կաղապարներով, որոնք կան, թե այդուհանդերձ այլ հայացք ունենք, թե մյուս ծայրահեղությունը, որ հաճախ ժամանակակիցները կարող են բերել, քննադատությունն է, նվազաբերումն է, այդ պատմության, հերոսական դրվագների, իրականության, այսինքն մենք անդադ ունենում ենք այսպես նույն Հայաստանի զարգացող, փոփոխվող, բայց միշտ սիրելի կերպար։ Ուղղակի գնահատողական տեսանկյունից հիմա բարդ վիճակում ենք բոլորս, հատկապես մենք, որ միտված ենք դրանք վերլուծելու, որովհետև բարեհոգեբանական մթնոլորտի առումով, հետպատերազմյան այդ դեպրեսիաների եւ ապաթիաների առումով եւ ինչու՞ չէ քաղաքական այս ամբողջ այս թոհուբոհի առումով ամենատարբեր հասկացությունների, երևույթների ամեն կողմից մեկնաբանելու ձգտող եւ ամենատարբեր նպատակներով մեկնաբանելու ձգտող այս գզվռտոցի արդյունքում երբեմն
դժվարանում ես ինքդ գնահատողական ինչ-որ բան, հա, հնչեցնել եւ այդ երևույթները բերել, կապել, շրջանառել եւ այլն եւ կարծում եմ սա եւ բարեհոգեբանության այդ մթնոլորտի արդյունք է նաեւ գրական process-ի որոշակի հստակության, որտեղ կարծում եմ մեր զրույցներից մեկում այդ հարցնել ենք քննարկել, որ ես ժամանակակից գրողի մեջ այսօր որոշակի ինչ-որ հստակություններ դեռևս չեմ տեսնում, ինչ-որ բաներից խուսափում են, ինչ-որ բաներ կես բերան են ասում, ինչ-որ բաներ չափից շատ են ասում եւ այլն եւ այս շրջանում ահա մեր զրույցները ինչով են կարևոր, որ կարող են էլի որոշակի հավասարակշռություն ապահովել, հա, եւ տարածված ընկալումների եւ ամենատարբեր այդ մեկնաբանությունների։ Այո, իհարկե փորձում ենք մենք, իհարկե դժվար է իրականության վրա այսպես մեծ ազդեցություններ առ, բայց ինձ համար շատ կարեւոր է եղել այ Հոբելյանների համատեքստում կամ ուղղակի առանձին գրական թեմաների անդրադարձներում մի փոքր պարզություն, մաքրություն, դեդ միշտ ունեցել եք եւ նաեւ գրականությունը մենք հավատում ենք, ես հավատում եմ, որ գրականությունը ունի այդ փառատող բուժող գործառույթը կամ զորությունը եւ մեր թեմաների ընտրության մեջ էլ հաճախ առաջին հերթին հենց դրանով էի կողմնորոշվում, թե ինչը այս ժամանակի մեջ, այ քո ասած էս հայվախոսության, ատելության, արժեքների ոտնահարման, հոգեվորից հեռացման էս մեր ժամանակներում ինչը կարող է օրինակ մարդկանց մի փոքր բժշկել, այսպես ասած, հարատել նրանց տագնապները հատկապես, որովհետև կրկին հավատում ենք, որ գրականությունը մեծ ուժ է եւ շատ ուրախ եմ, որ այս տարի օրինակ 2 հաղորդում ունեցանք նաեւ Սուրբ Գրիգոր Նարեկացու։ Այդ ես ուզում էի շեշտել կոնկրետ բուժող հաղորդում, Արուսակ Թամրազյանի մասնակցությամբ, այո, եւ էլի մեր հոգեվոր միջնադարյան գրականությանը անդրադառնում ենք, որովհետեւ սա կարծես թե մի անտեսված ոլորտ է եւ ուրեմն դպրոցական ծրագրերում քիչ են ընդգրկվում եւ բուական ծրագրերում հաճախ մակերեսային անդրադարձներ են լինում եւ շատ կարեւոր որպեսզի մենք հասկանանք այս արժեքները այսօր որքան կարեւոր են մեզ համար հատկապես հոգեբանական տեսանկյունից եւ դրանց մենք մոտենանք գուցե իսկապես մեր շատ հարցերի պատասխանները գտնենք գոնե մեզ համար հոգեվոր որոշակի ներդաշնակություն ապահովեն եւ նաեւ տարեվերջին մենք անդրադարձանք թե ինչպես խորհրդային շրջանում օրինակ գրաքննվել է այդ ամենը ինչպես են հասկացությունները շրջվել եւ ես էլ մեր իրականության մեջ շատ չարիքների այսպես ակունքը տեսնում եմ այնտեղ թե ինչպես է մեր մտածողությունը ուղակի փոխվել եւ մենք կտրվել ենք մեր այս մշակութային արմատներից իհարկե ակամա է ստացվել այստեղ մեղադրելու խնդիր չկա ժամանակն էր այդպեսին իրականությունը գաղափարախոսությունը եւ այլն բայց այդուհանդերձ շատ կարեւոր է դրա մասին խոսելը եւ հուսանք որ մյուս տարի էլ եթե հնարավորություն լինի զուգահեռ ընթերցումներ հաղորդման տաղավարում այս եւ այլ թեմաների կանդրադառնանք իհարկե զուգահեռ ընթերցումները միշտ լինելու են որովհետեւ անկախ տաղավարի տեղից բնույթից եւ մեր այս զրույցը անմահացնողների հա ստաց կանգնած դիրքավորումից գրականության շուրջ զրույցները հավերժ շարունակվելու են։ Դե հուսանք իհարկե ամեն դեպքում մենք մեր հեռուստադիտողի հետ շարունակում ենք եւ կշարունակենք զուգահեռ քայլեր, զուգահեռ ընթերցել եւ զուգահեռ շփվել ամենատարբեր հարթակներում եւ շատ ավելի լավ կլինի որ իսկապես այս մեր սիրելի տաղավարում եւ քանի որ տարեմուտ է իհարկե մենք սիրով շնորհավորում ենք բոլոր մեր հեռուստադիտողներին նոր տարվա եւ սուրբ ծննդյան առիթով մաղթում ենք ուրախ, երջանիկ, խաղաղ տարի եւ իհարկե որպեսզի շատ ընթերցենք մեր շնորհավորանքներին միանում են նաեւ մեր նկարանող խմբի ընթերցասեր անդամները Վռամ Խանամիրյանը, Վարդգես Մանուկյանը, Շուշան Կարապետյանը, Վիգեն Օհանյանը եւ մյուսները շնորհակալություն բոլորին կհանդիպենք թերևս մյուս տարի